Սրանք հորդորակների նախատիպերն են, որոնք լեզվաբան Երջանիկ Գևորգյանը խնամքով պահպանել է 90-ականներից։ Դրանց մեջ նշված են սխալներ, որոնք թույլ են տվել падգամավորներն ու լրագրողները։ Թերթիկներն ամեն շաբաթ ուղարկում էին ազգային ժողով եւ լրատվամիջոցներ։ Յուրաքանչյուր հորդորակի մեջ էլ նշվում էր 25-ից 30 սխալի ուղում։ Յուրաքանչյուր երրորդյա ունկնդրում էինք եւ падգամավորների ելույթներում եղած սխալները նույնպես գրառում։ Հետո այդ հորդորակները փակցվում էին ազգային ժողովում, ովքեր որ շատ սխալներ էին անում, նրանք ընդունում էին դժկամությամբ։ Սխալները շարունակվում են եւ մշտապես պետք է դա վերահսկվի։ Լեզվի պետական տեսչության ղեկավար Սերգո Երիցյանը հակառակը համոզված է, որ ժամանակի ընթացքում նվազել են այդ սխալները, այնպես որ շաբաթը մեկ հորդորակ կազմելու անհրաժեշտություն չկա։ Այն ուղարկվում է 1-2 ամիսը մեկ էլեկտրոնային փոստով։ Բարեբախտաբար մեր թերթերը, ամսագրերը եւ մամուլը ունեն լուրջ գրագիտության աճ եւ երևի թե այս սխալները, որ նախկինում եղել են, այն անհարթությունները կամ լեզվական մեղանչումները, որ եղել են, այսօր դրանք այլևս գոյություն չունեն։ Չնայած նման լավատեսությանը, հեռուստացույցը միացնելուն պես լեզվաբանը մի նախադասության մեջ 2 սխալ նկատեց։ Իր աշխատավարձը դա պետական գաղտնիք է։ Պետք է իր աշխատավարձը պետական գաղտնիք է։ Թեպետ լեզվական սխալների համար պատասխանատվություն սահմանված չէ, այնուամենայնիվ Երջանիկ Գևորգյանը շարունակելու է հետևել թե լրագրողների խոսքին եւ թե նոր ձևավորվող ազգային ժողովի падգամավորների ելույթներին։